Տիգրան, ինչպես տեսանք, կենտրոնական ընտրական հանձնաժողովը ասուլիսի ուշացումը պատճառաբանեց մի շարք նախապայմաններով, առաջարկում եմ լսել ձեր մեկնաբանությունը։ Խոսքը կոնկրետ ասուլիսի մասին եկեք չխոսենք, սա ամենավերջինն է, ուշացման հետ կապված, ուշացել է մի ամբողջ ընտրական process եւ երեք շատերը արդեն նկատեցին, որ անցել էր մոտարապես 4-5 ժամ, երբ ավարտվել են ընտրությունները, իսկ որևէ տվյալ Երևանից չկար, կամ խոշոր քաղաքներից կար միայն տվյալներ փոքր-մոքր գյուղերից եւ այդ տվյալները հիմնականում դաշտ էին նետվում քաղաքացիական պայմանագրի, այսպես ասենք, բարձր տոկոսը հիմնավորելու նպատակով։ Այո։ Եվ ցավոք սրտի այդ կուտը կերան նաև որոշակի ընդդիմադիր եւ լրատվամիջոցներ եւ գործիչներ, որոնք ամեն 300 ընտրատարած սկսում են բան անել, լուսաբանել, այսօր ժողովրդի մեջ սերմանել, որ իրոք ԿՊ-ն կարող է բարձր տոկոս հավաքել, իսկ սա որոշ պարագայում նաև որոշակի վստահություն է տալիս իշխանության իրենց գործունեության ընթացքում, եւ այստեղ բավականին հետաքրքիր էր Նիկոլ Փաշինյանի վարքագիծը, որը գիշերվա 12:20-ին դեռ ոչ մի բան պարզ չէր եւ հաշվայել էին ընդամենը 10% ձայների, հայտարարեց, որ ինքը ասուլիս է տալու, մենք երեք ուղիղ եթերում այդ ժամանակ քննարկում ենք եւ մոտարապես ես նկարագրեցի ինչ է տեղի ունենալու, իսկ տեղի ունենալու այն, որ ինքը պետք է հայտարարեր, որ ինքը այս ընտրություններում հաղթել է, ու դա տեղի ունեցավ, նմանատիպ մի դեպք եղել է միայն Լևոն Տեր-Պետրոսյանի 2008 թվականի 1996 թվական եւ դեռևս չէին հաշվել բյուլետենները, ինքը արդեն շամպայնով դուրս եկավ եւ սկսեց շնորհավորանքներ ընդունել, այսինքն մենք կարող ենք հստակ ասել, որ այս դեպքում իշխանությունը որոշեց նախաձեռնողականություն ցուցաբերի եւ սկսած նրանից, որ նոր ինչ որ տվյալներ են գալիս, այդ process-ը համակարգված մինչեւ Նիկոլ Փաշինյանի իրեն հաղթող հայտարարելու մասին բոլորը ոնց որ մի գծած սխեմայի մեջ են եւ այստեղ իմ կարծիքով անելիք ուներ նաեւ ընդդիմությունը, մենք դրա համար կարող ենք առանձին խոսել, կարող եմ ես շարունակել, տեսեք ինչն է խնդիրը, եթե դու գիտես, որ ինքը հիմա գալու է եւ հայտարարել է, որ ինքը հաղթող է, դու պետք է քո կողմից որոշակի բաներ հայտարարես, օրինակ աղաղակես, որ անհասկանալի է, չէ ինչի 5-6 ժամ չի հաշվարկ չի կատարում Երևանի տարածքներում, ինչի այնտեղ որտեղ ընդդիմության ձայները կարող է շատ լինեն, այդտեղից տվյալներ չեն գալիս, պետք է իմ կարծիքով նաև զուգահեռ հաշվարկի համակարգ անել եւ այն ինչ որ անում էր կենտրոնական ընտրական հանձնաժողովը ցույց տալով Նիկոլի բարձր տոկոսները, ընդդիմությունը պետք է կազմակերպեր իր գործընթացը, այսինքն պետք է այն մարդկանց հոգիները, ովքեր ընդդիմադիր են, աշխատում են հանձնաժողովներում, դիտորդային վստահված անձ են, պետք է իրենց ներշնչել որոշակի վստահություն, որ ոչ թե գնում է Նիկոլի գծածով, այլ քո գծածով եւ ցավոք սրտի դա տեղի չունեցավ եւ իմ կարծիքով եթե ինչ որ բաներ է տեղի ունեցել ձայների հետ կապված, կեղծումներ, դա եղել է արդյունավետ ժամը 2-ից մինչև ժամը 6-ը եւ ինչքանով են հանձնաժողովում ընդդիմության ներկայացները տեր կանգնել իրենց ձայների, դա իմ կարծիքով մենք մի հատ առանձին դա պետք է ուսումնասիրվի։ Այո, եւ այս բանը առաջարկում եմ մեզ դիտողների համար ընթերցել ուժերի ստացած ձայների հազարարորդական ճշտությամբ արձանագրությունը եւ այսպես քաղաքացիական պայմանագրի 49.825% ձայն, ուժեղ Հայաստան 23.281% ձայն, Հայաստան Դաշինք 9.934% եւ Բարգավաճ Հայաստան 3.996% եւ այս արդյունքներից բխումը արգել է հեռուստադիտողներ, որ կուսակցությունների համար սահմանված 4%-անոց ցանցողի քշեմը Բարգավաճ Հայաստան կուսակցությունը չի հաղթահարում, քանի որ ստացել է 3.996%։ Ինչ է քողարկված այս ամենի տակ։ Տեսեք, ինչեւ այդ հայտարարությունը Բարգավաճը 4% էր, այդքան Բարգավաճը գնում գալիս էր, սա իմ կարծիքով Փաշինյանական, ինք դեռևս հաշվարկ են անում, իրենց ձեռը տալիս Բարգավաճով, մանդատը հաշվարկներ անել մանդատը, ինչքան քանի մանդատ իրենք ունենան, թե առանց Բարգավաճի եւ
սա եւս ցույց է տալիս, որ այն տոկոսները, որոնք մեզ տվել է կենտրոնական հանրահավաքը, դա նկարչության հետևանք է, այլ ոչ թե հաշվարկի։ Այստեղ նաև պետք է ինձ թվում է որոշակի արձագանք լինի ընդդիմադիր ուժերի, արդյոք իրենք համաձայն են այս իրականության հետ, ինչ աստիճանի են համաձայն, ինչ աստիճանի չեն համաձայն, արդյոք իրենք ընդունում են այդ ընտրության արդյունքները, թե ոչ, արդյոք իրենք վերցնելու են մանդատները, թե չեն վերցնելու, որովհետև ել եմ ասում, իշխանությունը ներկայային իրենց ձեռը առնում 0.01% Բարգավաճին միացնելով անջատելով, ընդ որում քիչ առաջ նաև Ալեն Սիմոնյանը ասաց, որ հա տեսեք մեր երագլուխից մի գլուխը կտրել ենք, արդեն պարլամենտ չի մտել, այսինքն Ալեն Սիմոնյանը իրեն թույլ է տալիս վստահ լինել, որ Բարգավաճ Հայաստանն այլևս չի լինելու խորհրդարանում, բայց դեռևս դա էլ վերջնականացված չէ, որովհետև հաշվարկներ կարող են լինել, վերահաշվարկներ լինեն, բողոքներ լինեն եւ այլն, եւ այդ բողոքների հիման վրա Բարգավաճը կարող է հայտնվել, բայց իշխանությունը արդեն որոշել է, որ Բարգավաճը չպետք է հայտնվի եւ այստեղ էլ պետք է անհանգստություն բարձրացվի, ու ել եմ ասում, ես հասկանում եմ իմ ընդդիմադիր գոլեգաներին, որ մինչև մաչը որոշակի հաշվարկների մեջ են անում, փորձում են դրա տարածքներից ճշտումներ անել, բայց տեմպը կորում է, իսկ քաղաքականության մեջ տեմպը կորցնելը դա հավասարազոր է, որ հետագայում դու շատ ավելի դժվար կլինի քեզ վերականգնել կորցրածը։ Տիգրանի դեպ անհանգստությունը արդեն բարձրաձայնվել է եւ Բարգավաճ Հայաստան կուսակցությունը հայտարարությամբ է հանդես եկել, մասնավորապես Իվետ Ատոնոյանը գրառում է կատարել, առաջարկում ընթերցել։ Նախորդ օրվա երեկոյից ականատես ենք լինում Բարգավաճ Հայաստան կուսակցության ստացած քվեների հետ կապված տարատեսակ թվաբանական աճպարարությունների։ Քվեների հաշվարկի ընթացքում կենտրոնական ընտրական հանձնաժողովի կայքում արտացոլվում էր 1 թիվ, իսկ յուրաքանչյուր հաջորդ թարմացման հետ հայտնվում էր այլ թիվ, ընդ որում նվազած։ Այս պահին Բարգավաճ Հայաստան կուսակցության նախընտրական շտաբը հայտարարում է, որ դիմելու է վերահաշվարկի համար օգտագործելու է իրավական բոլոր գործիքակազմերը եւ հետամուտ է լինելու ընտրախախտումների բացահայտմանը եւ ներկայումս վերջնականացվում են այն ընտրատեղամասերը, որոնցում պահանջվելու է վերահաշվարկ, ինչպես նաեւ քննարկում են առանձին որոշումները եւ գործողությունները բողոքարկելու հիմքերը։ Տեսեք, այստեղ էլ երկկողմանի մոտեցում կարելի է։ Իհարկե լավ է, որ արդեն սկսել են ձայն հանել, որովհետև իմ կարծիքով այդ ամեն ինչը պետք է բարձրաձայնվել գիշերվա ընթացքում, որովհետև երևում է, որ կեղծարարություն է գնում, բայց կոնկրետ Բարգավաճ Հայաստանի նախաձեռնականության ձեռքերն են զուտ նրա պատճառը, որ կմտնի թե չի մտնի, հիմա փաստացի չմտավ եւ Բարգավաճը որոշեց բողոքել, բա որ մտներ Բարգավաճ Հայաստանը մեր օքեյ, այս ընտրությունները օքեյ, այս նկարչությունը։ Եվ այստեղ կրկին կուսակցությունները պետք է ընդդիմադիր հստակ իրենց մոտեցումը ցաբերեն։ Իրենց համար այս ընտրությունները ամբողջապես ընդունելի են թե ոչ, թե իրենց համար ընդունելի չեն տոկոսները, որտեղ այնտեղ ստացվել են, արդյոք իրենք համարում են, որ այս կեղծարարությունից, զեղծարարությունից հետո իրենք պետք է մտնեն ազգային ժողով եւ ինչ անելիք ունեն իրենք այդ ազգային ժողովում, արդյոք այդ մանդատները պետք է վերցնեն, չպետք է վերցնեն, այսինքն հստակ մարդկանց պետք է բացատրել, հա, ինչ են իրենք անելու եւ հիմա մտնել վերահաշվարկի մեջ, այսինքն գնալ կներեք բառիս համար սատանի մայլում կանդրբազություն անել, այսինքն փորձել խաղալ Նիկոլ Փաշինյանի կանոններով, որը առանց կանոնների է խաղում, իմ կարծիքով եւս սխալ է։ Ել եմ ասում, այստեղ բոլոր ընդդիմադիր ուժերը, ովքեր անցնում են ԱԺ կամ չեն անցնում ԱԺ, հա արտախորհրդային որոշակի ուժեր ունենք, ձայն փախցնողները, իրանք շատ հստակ դիրքորոշում պետք է հայտնեն այս ընտրությունների պահով գլոբալ առումով։ Ընդունում են, թե չեն ընդունում, ընդունում են վերապահովով, թե վերապահովով չեն ընդունում, իսկ վերապահովով ընդունելը կներեք դա ոնց որ թե մի քիչ հղի լինել, դա չի լինում էլ, այսինքն երբ օրվա մեջ արդեն հստակ բոլորը պետք է իրենց կարծիքը արտահայտեն, որովհետև տեսեք Եթե ժամը 12-ից ժամը 2-ին Նիկոլ Փաշինյանին այն էլ ոչ օֆիցիալ, հա, շնորհավորել օրինակ նույն Մակրոնը, իսկ օֆիցիալ միայն Վրաստանի վարչապետը, Կոբախինցեն, այստեղ երբ որ ինքը արդեն իրեն հայտարարեց, որպես ընտրված, հա, սկսեցին արդեն այլ երկրների ղեկավարներն շնորհավորել եւ հիմա եթե հիմնական երկրների ղեկավարներն շնորհավորեն, չգիտեմ, մնացած բոլոր աշխարհական կենտրոնները շնորհավորանք ուղարկեն, արդեն ընդդիմության, այսպես ասենք, գործողությունները
կդառնան շատ բավական ավելնորդ եւ որևէ մեկը դրա վրա ուշադրություն չի դարձնի։ Ինչ արվում է, պետք է արվեր առաջին ժամերի ընթացքում կամ գոնե այս մեկ օրվա ընթացքում։